Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր խոսեցին ներքաղաքական զարգացումների մասին։ Խոսքն ավագի իրավունքով սկսեց Արամ Սարգսյանը։ Իմ կարծիքով այս ամբողջը նման է մի փոթորիկի, որը ընդամենը բաժակի մեջ է, որովհետև բոլորը շատ լավ հասկանում են, որ առանձնահատուկ մեծ պայքար չի սպասվում եւ այն համակարգը, որը գործում է եւ ոչինչ չի փոխվել խորհրդարանական ընտրություններից հետո, այլ արդյունք տալ չի կարող։ Ոչ թե նրանից է գալիս, որ մենք չունենք այդ հնարավորությունը, այդ ներուժը կամ չկան մարդիկ, որոնք կուզենային փոխել իրավիճակը երկրի, այլ ուղղակի այդ համակարգը չի թույլ տալիս այս պահին դա անել։ Մի հարց, որը որ կարծում եմ բոլորը դրա մասին հիմա անընդհատ խոսում են, որ արհեստական հիմա ներքաշել են հատկապես լրատվական դաշտը մի վեճի մեջ, արդյոք լավ կլինի նախագահականով, թե կիսանախագահականով, թե խորհրդարանականով, կուտ տվեցին, լավ այս կուտը բոլորը ընդունեցին, հիմա քննարկում են ինչ-որ անիմաստ է այսօր քննարկել, որովհետև հատկապես եթե այս համակարգը մնում է, իր էությունը չի փոխվում, որ համակարգով, որ կառավարման համակարգն ուզում եք, մտցրեք։ Արմեն Մարտիրոսյանն էլ լինելով համակարգիչ կիսում էր Արամ Սարգսյանի մտքերն ու ավելացնում. Իր արտահայտած մտահոգությունների վերաբերյալ համակարծիք եմ։ Համակարգը իսկապես կարևոր նշանակություն ունի այնուամենայնիվ, որովհետև Հայաստանի իրականության պայմաններում մեր մոտ նախագահական կամ կիսանախագահական երկու ինստիտուտներ ըստ էության մեկ անձի անսահմանափակ իշխանության հնարավորություն էին ընձեռում։ Նույնիսկ այնպիսի դասական երկիր, ինչպիսին Միացյալ Նահանգներն է իր նախագահական ինստիտուտի առումով, այնտեղ նախագահը ամեն ինչ չի, որ որոշում է։ Եվ շատ խնդիրների հետ կապված ինքը ստիպված մտնում է Սենատ, Կոնգրես եւ այդ հակակշիռն ապահովում է։ Մեր մոտ, մեր երկրի իրականության պայմաններում, երբ ուժային կառույցները ամեն ինչ են որոշում եւ ուժային կառույցները ավելին են, քան մի ամբողջ կառավարություն, որտեղ ուժային կառույցների մեջ ես նաեւ հարկային եւ մաքսային նկատի ունեմ, իրենք ավելին են որոշում, քան կառավարությունը, ուստի դառնում է միանշանակ կենտրոնացված իշխանություն։ Ըստ բանախոսների ընդդիմությունը պետք է դուրս գա 3 նախագահների եռանկյունուց։ Ինչ վերաբերում է ում է հավատում եւ ինչին է հավատում այս դեպքում ժառանգությունը հավատում է Ռաֆֆի Հովհաննիսյանին, հավատում է այն օրակարգին, որը մենք առաջ ենք քաշել այս տարիների ընթացքում եւ կարծում ենք այդ օրակարգը լուծելու դեպքում մենք բազմաթիվ խնդիրներից կձեռքբազատվենք։ Օվսաննա Մնացականյան, Աշոտ Մնոյան, Սլաք AM։